Վրաստանի բնակչության 24%-ը թոշակառուներ են ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակված տվյալների 2025 թվականին երկրում կենսաթոշակ ստացողների թիվը կազմել է 88,500 մարդ։ Նույն Ջեոստատի տվյալներով Վրաստանում ապրում են ընդհանուր առմամբ 3,704,500 մարդ։ 2025 թվականին Վրաստանում կենսաթոշակ ստացողների թիվը կազմել է 888,500 մարդ, որից 70,4%-ը կանայք են, իսկ 29,6%-ը տղամարդիկ։ Կենսաթոշակ ստացողների 30,7%-ը գտնվում է Թբիլիսիում, 15,5%-ը Իմերեթիում, 10,3%-ը Քվեմու Քարթլիում, 10,2%-ը Սամեգրելո Զեմոսվանետիում, 8,5%-ը Կախեթում, իսկ մնացած շրջաններում ընդհանուր առմամբ 24,8%-ը, նշված է Ջեոստատի տվյալներով։ Սոցիալական փաթեթ ստացողների թիվը կազմել է 187,800, որից 32,8%-ը կանայք են, իսկ 67,2%-ը տղամարդիկ։ Սոցիալական փաթեթից օգտվողների 69,5%-ը հաշմանդամություն ունեցող անձիկ են, 17,5%-ը պատերազմի վետերաններ, 10,9%-ը կերակրողներ ու կորցրած ընտանիքների անդամներ եւ 2,1%-ը այլ անձիկ։ Սոցիալական փաթեթ ստացող հաշմանդամություն ունեցող անձանց թիվը կազմել է 134,700։ Սոցիալական փաթեթ ստացողների 27,6%-ը գտնվում է Թբիլիսիում, 15,6%-ը Իմերեթիում, 12,6%-ը Աջարիայում, 9,3%-ը Սամեգրելո Զեմոսվանետիում, իսկ մնացած շրջաններում ընդհանուր թիվը կազմում է 34,9%-ը։ 2025 թվականին կենսապահովման նպաստ ստացող ընտանիքների թիվը կազմել է 129,500, իսկ սոցիալական անապահով անձանց կարգավիճակի պահպանումը երաշխավորող հանրային զբաղվածության խթանման պետական ծրագրում ընդգրկված ընտանիքների թիվը 54,800 է, նշված է զեկույցում։